Ներկայացնում եմ որոշման նախագիծ վերաբաշխման մասին, որի նպատակը թանգարանային ոլորտի աշխատակիցների համար մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրումն է ատեստավորման եղանակով և այդ իմաստով այսօրվա նախագծով կառավարությունը նաև կհատկացնի անհրաժեշտ միջոցները։ Պետք է հիշեցնեմ, որ թանգարանային ոլորտի զարգացումը կառավարության մշակույթի զարգացման ռազմավարության առաջնահերթություններից է և ընդ որում ոլորտի զարգացումը դիտարկում է ոլորտի տնտեսականացման համատեքստում, հաշվի առնելով նաև այն մեծ կշիռը, որ ունի մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային ընդհանուր հոսքերում և քաղաքականությունում։ Ու պետք է ասել, որ վերջին տարիներին կառավարությունը թանգարանների ոլորտում ձեռնարկել է էական փոփոխություններ, բավարար է հիշեցնել միայն, որ 2 տարի առաջ ընդունվեց թանգարանների մասին օրենքը, որը այս ոլորտի առաջին օրենսդրությունն էր, և մենք նաև իրականացրել ենք ոլորտի կառավարման, ֆինանսավորման, աշխատանքի որակի բարձրացման, միջազգայնացման ուղղված բազմաթիվ քայլեր, և պետք է ասել, որ ձեռնարկված հետևողական քայլերի արդյունքում 25 թվականին թանգարանների սեփական եկամուտները 22 թվականի համեմատ աճել են 859 միլիոն դրամով կամ 112%-ով, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 770 միլիոն դրամից դարձել է 1,63 միլիարդ դրամ, 26%-ից հասնելով շուրջ 38%-ի, և թանգարանների սեփական եկամուտներում ավելացել են նաև հուշանվերների վաճառքի մասնաբաժինները, կազմելով տարեկան եկամտի շուրջ 10%-ը, այժմ էլ մենք գտնվում ենք ինտենսիվ բարեփոխումների փուլում նաև հուշանվերների արտադրության, մասնավորի հետ համագործակցության և նաև թանգարաններում վաճառասրահների նոր մշակույթի ձևավորման իմաստով, և կառավարության վերջին նիստերից մեկում մենք նաև համապատասխան միջոցներ հատկացրեցինք պատմության թանգարանի և պատկերասրահի համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը։ Պետք է ասել, որ նաև ընդլայնվել են թանգարանների գործառույթները թվայնացման, միջազգային ցուցադրությունների կազմակերպման, աճուրդների մշտադիտարկման և այլ հմտություններ պահանջող գործառույթների ավելացմամբ, բավարար է նշել, որ միայն անցյալ տարի մեր թանգարանները ունեցել են 18 միջազգային ցուցադրություններ, և պետք է հիշեցնեմ, որ արդեն ավանդույթ է դառնում, որ անկախության օրը մենք նշանավորում ենք հեղինակավոր թանգարանի հետ համատեղ ցուցադրությամբ, ինչպես օրինակ նախորդ տարի Լուվրի հետ համատեղ ցուցադրությունն էր պատմության թանգարանում։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ոլորտում վարձատրության մակարդակը շարունակում է մնալ ոչ մրցունակ, որը առաջացնում է համակարգային խնդիրներ, երիտասարդ կադրերի ներգրավման ցածր հետաքրքրվածություն, մասնագիտական աճի և վերապատրաստման սահմանափակում, ինչպես նաև թանգարանային կառավարման և պահպանության որակի անկման ռիսկ։ Եվ հաշվի առնելով կառավարության քաղաքականությունը, որ մենք տարբեր ոլորտներում ներդնում ենք մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, մեր առաջարկն է և նաև կառավարության ընդունած որոշումների տրամաբանությունն է ատեստավորման համակարգը ներդնել նաև թանգարանային ոլորտում։ Ըստ այդմ մշակվել է և հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով և արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է, և այժմ նաև հատկացնելով անհրաժեշտ միջոցները մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որը իրենից կներկայացնի բանավոր և գրավոր թեստավորման փուլերի համակցություն, և նաև հուլիսից սկսած արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ, ասեմ, որ միջինում նախատեսում ենք, որ 57% աճ կգրանցվի վարձատրության համակարգի, պետք է ասեմ, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան, և արդյունքում միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200,000 դրամի։ Պետք է ասեմ, որ մենք նաև այս համակարգը փորձել ենք ձևավորել այնպես, որ ըստ էության թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի կդառնա նաև ատեստավորման հաղթահարման պարագայում առողջապահության ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ երաշխիքներ կընձեռի նաև այս ոլորտի աշխատակիցների համար։ Ասեմ, որ հաջորդիվ մեր պլաններում է արդեն միջնաժամկետ պլանավորման փուլում նաև գրադարանային համակարգում նման մեխանիզմների ներդնումը։ Այս պահին վերաբաշխման անհրաժեշտությունը կազմում է 151,8 միլիոն դրամ, որն էլ այս նախագծով առաջարկվող վերաբաշխման չափն է։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։